ինձ համար արատավոր երևույթ է կանանց թիրախավորումը, կանանց նկատմամբ մանրակալից վերաբերմունքը, կանանց ամենատարբեր իրավունքներից զրկումը։ Ինձ համար արատավոր երևույթ է աղջիկ լինի թե տղա, երեխայի կրթության իրավունքի խախտումը եւ ինձ համար անընդունելի է եւ եթե ես կարող եմ այդ երևույթի դեմ որևէ բան անել, ես միանշանակ կանեմ, բայց ինձ միշտ դիղայնացնում է, երբ որ այս երևույթները դիտարկվում են որպես եզիական համայնքի առանձնահատկություն կամ մշակութային առանձնահատկություն կամ կարծրատիպեր, չէ, էլի։ Ես Զենֆիրա Քարաշյանն եմ, ազգությամբ եզդի եմ։ Ես ունեմ մի քանի մասնագիտացում եւ մասնագիտություն, առաջին մասնագիտությամբ լրագրող եմ եւ վերջին տարիներին սկսել եմ նաեւ փորձել ակտիվություն ունենալ այս ոլորտում, լրագրության ոլորտում, բայց թերևս կարող եմ ասել, որ իմ այսպես ավելի հոգեհարազատ ոլորտը, որով եւս զբաղվում եմ եւ որի շրջանակում աշխատում եմ եւ նաեւ սովորում եմ այս պահին, այդ մանկավարժությունն է, երեխաների հետ աշխատանքն է, կրթության ոլորտում աշխատանքն է։ Այս պահին կոնկրետ համայնքային աշխատանք որպես այդպեսին իրականացնում եմ, on-line հարթակ կա, որտեղ եզդիերեն են դասավանդում աշխարհի տարբեր կետերում ապրող եզդի երեխաների եւ այս պահին այդ հարթակում ինքս էլ դասավանդում եմ, եզդիերեն եմ դասավանդում։ Այս հարթակը ինձ հնարավորություն է տալիս ստեղծագործել։ Շատ հաճախ, երբ մենք խոսում ենք եզդիների մոտ կրթության խնդրին, կրթական խնդիրների մասին, խոսում ենք կրթության նկատմամբ վերաբերմունքի մասին, խոսում ենք կանանց իրավունքների մասին, մենք մոռանում ենք, որ նույն խնդիրները կրթական ինչ ունեն աղջիկները, ունեն նաև տղաները, եւ շատ հաճախ դա պայմանավորված է ոչ թե ներհամայնքային մոտեցումներից, ոչ թե ներընտանեկան մոտեցումներից, այլ զուտ այն միջավայրից ու պայմաններից, որում ապրում եւ մեծանում են այդ երեխաները։ Մյուս կողմից մենք տեսնում ենք արդեն իսկ բավական այսպես մեծ առաջընթաց կրթության դերի կարևորման առումով եւ տեսնում ենք, որ օրինակ շատ երեխաներ հենց գյուղական բնակավայրերից եւ հենց աղջիկներ ու ավելի пассив են տղաները այս պարագայում ու հենց աղջիկներ իրենք դիմում են բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ այս մեկ էլ սոցհարթակներում ինձ համար բացահայտվում են, վայ եզդի աղջիկ ով հիմա սովորում է, վայ եզդի աղջիկ ով աշխատանքում հաջողում է, ինչ հետաքրքիր է։ Իսկ մենք մտածում ենք սովորողներ եւ կրթության ձգտողներ չկան կամ սահմանափակումները շատ են։ Մենք այս խնդիրների հետ կապված առաջընթաց ունենք։ Իսկ ինչու ունենք առաջընթաց, որովհետեւ համայնքում սկսվել է կրթության դերի կարևորում, մտածողության փոփոխություն, ծնողների այլ արժեքների ու այլ երևույթների կարևորում ենք տեսնում։ Նախկինում մենք ունեցել ենք կնոջ միայն որպես ընտանիքի մայր եւ կին եւ դուստր դերը կարևորված, մենք հիմա ունենք կնոջ տարբեր դերերի կարևորում եւ դա շատ ակնհայտ է եւ ես ասեմ, ես շատ հաճախ տեսնում եմ, որ այդ կնոջ տարբեր դերերի կարևորումը կատարվում է հենց հայրերի կողմից եւ հենց հայրերն են ձգտում իրենց աղջիկների այս կամ այն դերը ավելի կարևորված տեսնել։ Միշտ բոլոր ժամանակաշրջաներում կնոջ դերի կարևորում եղել է, այսինքն կին, ով հեղինակություն է իր ընտանիքում, իր շրջապատում, տատիկս ասում էր, եթե անգամ երկու տղամարդ իրար հետ վիճում էին, եզդիկինը եթե իր գլխաշորը հաներ իրենց մեջտեղը գցեր, այդ երկու տղամարդիկ կդադարեին իրար հետ վիճել։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ հասարակության մեջ կնոջ դերը ու հեղինակությունը միշտ կարևորվել է։ Նախ եզդիներին մոտ միշտ վախ կա, անընդհատ շարունակական վախ կա, պատկերացրեք մի ժողովուրդ, որը միշտ կրոնական փոքրամասնություն է եղել եւ իրեն միշտ հալածել են եւ ինքը որպես կրոնական փոքրամասնություն միշտ ստիպված է եղել իր կրոնական ինքնությունը պահելու եւ անգամ եթե անցնի 2 դար էլ իր գենետիկ հիշողության մեջ այդ վախը, որ իր կրոնական այդ առանձնահատկությունը ազգային առանձնահատկությունը պահել է, ինքը պարտավոր է եւ միշտ ոնց որ բնազդաբար ինքը փորձում է դա պահել։
մարդու համար հոգեբանորեն դժվար է այդպես դժվարությունների մասին լսելը, բայց երբեմն նաև այդ դժվարությունների մասին խոսույթն այնքան ագրեսիվ է լինում, երբեմն նույն մեդիայով, երբեմն հենց համայնքի ներկայացուցիչների կողմից այնքան բացասաբար ու ագրեսիվ կերպով է ներկայացնում այս խնդիրը, որ համայնքի բնակիչները ոնց որ ինքնապաշտպանական ռեակցիա ունենան այս խնդրի մասին խոսելու։ Իմ մոտեցումն այն չէ, որ օրինակ վաղամուսնության խնդիր չկա, այո, վաղամուսնության խնդիր եղել է, կա ավելի քիչ տոկոսով եւ հույս ունեմ, որ մոտ ապագայում չի լինելու, բայց միևնույն ժամանակ դրա մասին այդպես շատ ագրեսիվ եզդիները եւ մարդիկ սկսում են դա տարածել եւ ինչ որ ագրեսիվ մեկնաբանություններ, որն այնքան էլ ճիշտ չէ։ Ես այս բան մեծագույն խնդիր եմ համարում համայնքի կողմից համայնքի ճանաչումը, որովհետև երբեմն ես երիտասարդների կողմից այսպես բացասական վերաբերմունք եմ զգում, դե եզդիները այսպես են, դե եզդիներն այնպես են, այսինքն երիտասարդները երբեմն պատկերացում ունեն իրենց ազգության մասին, առանց իրականում ճանաչելու եւ պատկերացնելու, թե ինչպիսին է իրենց ազգությունը։ Եզդի մարդու համար կարեւոր է ճանաչել, թե ով է եզդին եւ ինչ է եզդիականությունը։ Այդ հարցի պատասխանը ստանալուց հետո եզդի մարդը կկարողանա հասկանալ, թե որն է իր իրական ճանապարհը եւ ինչ է ինքը ուզում։